Տարին բավականին լավն է, քանի որ ձին շատ բարի է, խնդիրներ չի առաջացնում, բայց ունի իր հակառակ կողմը, խնդիրներ չի առաջացնում այնտեղ, որտեղ տեսնում է ուժ։ Ընտանիք կազմելու, բեղմնավորվելու, շատանալու այս տարի ծնունդները բավականին շատ կլինեն, որովհետև եթե մինչև հիմա ունենք ժամանակաշրջան, որ բաժանություններն էին շատ, քանի որ ավարտվում էր 2026 թվականը, ավելի շատ կլինեն ամուսնությունները եւ երեխաների ծնունդները։ Հայաստանը ինչ-որ մի ժամանակ անց դառնալու է շատ հոգևոր, էներգետիկ, շատ բարձր վիբրացիաներով մենք երկիր ենք համարվում եւ ամենաապահով վայրերից մեկն է դառնալու ապրելու համար։ Մոտավորապես դա երբ տեղի կունենա եւ արդյոք դեպի սա տանող ընթացքը դուք արդեն տեսնում եք, որ սկսվել է, թե դեռ ոչ նախադրյալ։ Եվ մյուս տարին դրա մասին շատ կոպիտ ձևով կխոսի, մինչև 2029 թվականը բավականին լավ դիրքեր կունենանք արդեն զբաղեցրած։ Եղևնու վրա եւ որպես զարդարան կամ սիմվոլիկ ձիու կերպարանք չունենալ։ Տարին շատ լավն է։ Մնում է մարդը, մենք բոլորս միախմբենք վերջապես եւ տարվա էներգիային ճիշտ օգտագործենք։ Ողջույն, մոտենում է ձիու տարին, ինչ դնել սեղանին, ինչ ուտել, ինչպես դիմավորել նոր տարին, որպեսզի վայելել հրեղեն ձիու բարեհաճությունը։ Այս ամենի եւ իհարկե շատ ավելինի մասին այսօր խոսելու է Ավրորա զարգացման կենտրոնի հիմնադիր թվային աստղաբան Լիլիթ Ալեքսանյանը, բարև ձեզ։ Ողջույն։ Ձի, հրեղեն ձի, մոտենում է հաշված օրեր են մնացել, ինչ սպասել հրեղեն ձիուց։ Դե քանի որ այս տարին բավականին նահանջ ու դժվար անցանելի տարի էր բոլորի համար եւ խնդրահարույց տարի էր, անմասն ոչ մեկ չմնաց եւ հրեդին գալիս է, որպեսի նոր ցիկլ սկսվի տիեզերական եւ շատ բնորոշիչ տարի է լինելու, քանի որ մտնում ենք մեկի էներգիայի մեջ, սա նոր ցիկլ է, սա նոր էներգիաներ են, նոր դրսևորումներ են, նոր մասնագիտություններ են, նոր ամեն ինչ նորովի։ Եվ շատ կարևոր է այս տարի ճիշտ էներգիաներով հրաժեշտ տալ եւ այս ավարտման շրջափուլը, որը որ դեռևս 2 ամիս եւ ավել կշարունակվի, քանի որ տարին իր դիրքերը զիջելու է փետրվարի 17-ին 2026 թվականի նոր հրեկարմիր ձին կգա իր իշխանությանը։ Եվ տարին բավականին լավն է, բայց լավն է այն մարդկանց համար, ովքեր հետամուտ են եղել 2025 թվականի հենց տարվա պահանջներին եւ քանի որ 2 տարի շարունակ բավականին ակտիվ հիմա համացանցերում եւ մասնագետների ակտիվությունը բավականին ակտուալ է դարձել էներգիաներից, թվերից խոսելը, այն մարդիկ, ովքեր 2024 եւ 25 թվականին ուշադրություն են դարձրել տարվա եւ էներգիայի կենտրոնացված դիրքերի վրա, բավականին հաջող տարի են ունենալու։ Հրեղեն ձին կրակ, արդյոք սա նշանակում է, որ թեժ տարի է լինելու, արդյոք սա նշանակում է, որ որոշ հարցերում զգուշավորություն է պետք դրսևորել, այսինքն վերաբերվել տարվա հետ, ինչպես կրակի։ Տեսեք, քանի որ 2025 թվականը ավարտման տարի էր եւ շատ կարեւոր էր, եթե հիշում եք անցած տարի այս օրերին մեր հանդիպման ժամանակ ես խնդրեցի, նշեցի, որ մենք 1 տարի շարունակ սովորենք բաց թողնել, ուշադրություն դարձնենք մեր ներսին, մեր ընտանիքին, մեր հողին, մեր արժեհամակարգին։ Եկող տարին հենց հրեդին շատ հզոր է, քանի որ բացի այն, որ ձին ազնվազարմ է եւ ազնիվ է շատ, արագության սկսելու համարձակության տարի է։ Տարին համարձակներին է, այն մարդիկ, ովքեր այս տարի ունեցել են իրենց ներսում այն որոշակի դասավորվածությունը, որ սովորեն բաց թողնել, ուշադրություն դարձնեն կրկնվող իրադարձություններին, այն ամեն ինչին, ինչը որ մեզ հետապնդում է
միգուցե տարիներ շարունակ, միգուցե տասնամյակներ, քանի որ մենք միշտ բոլոր ցիկլների մեջ պատտասում ենք մեր հետ այն, ինչ որ ունենք, եւ աստղաբանությունը նրա մասին չէ, որ ինչ որ մի ժամանակ կգա եւ այսպես կլինի։ Ամեն մարդու համար այդ էներգիան յուրովի է աշխատում։ Տարին բավականին լավն է, քանի որ ձին շատ բարի է, խնդիրներ չի առաջացնում, բայց ունի իր հակառակ կողմը, խնդիրներ չի առաջացնում այնտեղ, որտեղ տեսնում է ուժ։ Այն մարդիկ, այն էներգիաները, ովքեր որ մնացել են այդ նույն քառակուսիների մեջ եւ դեռևս այն հին վիբրացիաների տակ, սա այն տարին է, որ այսպեսի խոսք կա, չէ, չտաս ուժով կվերցնի։ Այն մարդիկ, ովքեր այս ցիկլի մեջ, այս տարվա մեջ 2025 թվականի մինչև փետրվարի 17-26 թվականի դեռևս կմնան այն հաճախականության մեջ եւ տիեզերքի հետ կապը չի լինի համերաշխ, այս մարդկանց դաբիոտ ռուսերեն ասեմ, Վերջնականապես կարող է խնդիրներ առաջացնել եւ շրջադարձային շատ շրջափուլի մեջ մտցնել այն մարդիկ, ովքեր ընդունել են, այն մարդիկ, ովքեր վերադասավորել են, ինքնաճանաչվել են, սովորել են ամենակարևորը նայել իրենց ներսը, այս մարդիկ բավականին լավ տարի են ունենալու։ Աստղաբանը վկայում է, որ մոտեցող հրեղեն ձյու տարին լավն է լինելու բոլոր այն մարդկանց համար, ովքեր գիտեն մտածել, ունեն ստեղծագործական միտք եւ ազատ են կաղապարված գաղափարներից։ Շարունակությունը նախքան դիտելը բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, ստեղծեք նաև զանգական։ Հետագա ներբեռնումները բաց չթողնելու համար կսպասեմ նաև ձեր մեկնաբանություններին, բայց կարող եք գտնել նաև այլ սոցիալական հարթակներում, դրանք Instagram, Facebook եւ TikTok-ն։ Լիլիթ, ինչպես դիմավորենք հրեղեն ձյու տարին, որպեսզի ել ավելի ձյուկին տրամադրենք բարեհաճ մեր նկատմամբ։ Հիմա քանի որ հետընթաց հաշվարկն է, չէ, 19 8 մոտենում ենք տրամաբանական թվային տարվա ավարտին։ Էներգիաները չեն զիջելու, այսինքն թվերով կփոխվի, էներգիաներ կփոխվեն, բայց ձին դեռևս իր իշխանության չի եկել։ Իսկ քանի որ այս տարվա էներգիաներ բավականին խնդրահարույց եւ նախանց եւ հիշաչար, շատ կարևոր է տարվա վերջին օրերը հիմնականում ես մի քիչ շատ ավելի ներսից եմ դիտարկում այս տարվա վերջի օրերը, որտեղ զտված էներգիա է արդեն արևադարձներ ամսի 21-ին նոր արևը իր առաջի շողերը տվեց երկիր մոլորակին եւ հիմա քիչ ամեն օրը 1 րոպեով կսկսի երկարել։ Այս ընթացքում ազատվենք հնից, ես միշտ եմ դա ասելու, այն ինչ որ մեզ չի ծառայում, պետք է բաց թողնել։ Շատ զապրոսներ մեր ներքին ցանկությունները, թե մարդը ինչ է ուզում, այն շատ կարևոր է դրա վրա ուշադրություն դարձնել։ Պլանավորելու շրջան է հիմա, բայց պլանավորել այն ինչի համար ունենք արդեն գծված ճանապարհ, նախադրյալներ ստեղծել, ոչ թե միայն արտաքին, այլ ներքին մաքրումը շատ ավելի կարևոր է։ Այն մարդկանց հետ, ում հետ որ ունենք էներգետիկ բախում, ես կարծում եմ, որ ամենամեծ բանը, որ մարդը կարող է անել եւ շատ ավելի ուժեղներին է բնորոշ, դա ներողություն խնդրելն է եւ առաջի քայլը անելը։ Քանի որ տարին էլ խնդրահարույց էր, ես շատ կուզեմ, որ բոլորը համերաշխ իրենց հետ անցնեն հաջորդ տարի եւ զանգին իրենց սիրելի մարդկանց, այն մարդկանց, թեկուզ եթե չունեն հաճախակի առնչություն, բայց գիտեն, որ ինչ որ միտեղ խիղճը այդ ներսի եսը համերաշխ չէ եւ փորձեն ինչ որ մի կերպ թեկուզ այդ ծանրացած էներգիան կոտրել եւ գնալ համերաշխության։ Սա կարևոր է անել մինչև հունվարի 17-ը, հասցնել բոլոր նրանց հետ, ում հետ կա գժտություն, մերվել, համագերվել, ներել։ Ցանկալի է մինչև փետրվարի 17-ը, բայց քանի որ թվային տարին արդեն 31-ին փոխվելու է, մինչև ամանոր, մինչև կգանք զրոզրոյական կետ, այս 2 ամիսները ամեն դեպքում ժամանակը այնպեսին նամել է ջան, որ մի քիչ
ժամանակ դնել եւ մարդուն ինչ որ փակողների մեջ դնելն էլ այդքան ես չեմ համարում ճիշտ, շատ կարևոր է տարվա առաջի 40 օրը, 40-ը եզուր չէ որ մարդու եւ ծնվելուց եւ այս կյանքը ֆիզիկական մարմինը թողնելուց նշում են երկրի համար էլ շատ կարևոր է այդ 40 օրերը եւ մենք ոնց այդ 40 օրերը դրսևորեցինք մեզ, ոնց պահեցինք մեր կենսակերպը, մեր կողքի մարդկանց, մեր կապը մեր հետ, մեր առողջությունը, մեր գիտակցությունը, այդպես ամբողջ տարին կնպաստի դրան։ Մարդը ինչքան բաց է, այնքան ավելի լավ էներգիաներ է ընդունում իր ներս։ Փաստորեն ըստ ձեզ իմ խոսքեր չեմ, թե ինչպես դիմավորես տարին, այնպես էլ այն կընթանա։ Իհարկե։ Եվ շատ կարևոր է, որ սեղանին եղևնու տակ եւ մեր միջավայրերում չունենանք եկող տարվա կենդանակերպի սիմվոլը։ Չունենա։ Միշտ նոր տարիներից առաջ, երբ որ պիտի լինի ամանորի գիշերը, նախորդ էներգիան չի զիջում։ Եվ տարին իր էներգետիկ ակտիվներով փոխանցվում է փետրվար կամ մարտ ամսին է, թե ցիկլը ինչպիսին է։ Եվ քանի որ այս տարին էլ ավելի այդպես ծանր տարի է եղել, տարվա սիմվոլին արձանի տեսքով մնայուն, հա, ինչ որ պիտի պահենք հետո։ Միայն կարող է լինել մոմի տեսքով, որովհետև մոմը լույս է, եւ այստեղ ավելի շատ սիմվոլը աշխատում է ոչ թե որպես ատրիբուտ, որը մնալու է, այլ լույս տվող ինչ որ մեր միջավայրը գեղեցկացնող երևույթ։ Կարող է երևնին լինել այն գույներով, որոնք որ բնորոշ են հաջորդ տարվա էներգիային, բայց այդտեղ էլ չմոռանանք ավելացնել արդեն եղևնին ունի այն գույնը, որը որ բնորոշ է մյուս տարվան, կանաչը։ Կարմիր գույները հագուստի տեսքով, մոխրագույնը, սևը ցանկալի է ճնշել, քանի որ այդ էներգիաները իրենց մեջ ունեն ագրեսիա, ձին խնդրահարույց է այս տարվա էներգիայի հետ, այս տարվա էներգիան ավելի քան ավարտվող շրջան ենք ապրում, ավելի լուսավոր գույների մեջ, վարդագույն, կապույտ, կանաչ, Կրակի գույները, արևի գույնը, դեղինը, որտեվ հենց մեկը արևի էներգիան է եւ արևի էներգիան է վերևում, մենք այս ձևով կարող ենք լրացնել։ Լիլիթ, դուք ասացիք եղևնու վրա եւ որպես զարդարան կամ սիմվոլիկ ձիու կերպարանք չունենալ։ Հա, տարվա այդ սիմվոլը, ձիու սիմվոլը մենակ լինի մոմի տեսքով, լույսի տեսքով։ Եվ տոնածառի խաղալիքները կարող են լինեն կարմիր, ոսկեգույն, կանաչ, բայց ոչ որ ինչ որ ձիու տեսքով խաղալիքներ կախվեն։ Ու ցանկալի չի, եթե նայում ես Նաեւ զայներ, նաեւ որպես ձիու նման նախշեր։ Հա, հագուստի տեսքով միայն կարմիրը, սևը, մոխրագույն գույները ցանկալի է ճնշել, քանի որ էներգիան արևի էներգիայի մեջ է մտնում եւ այդ արևը բնորոշող գույները այստեղ միայն կարմիրն է, որ կարելի է ակտիվ պահել։ Ձիուն բնորոշ է նաեւ արագընթաց վազքը, կարող ենք ակնկալել, որ մոտեցող 2026 թվականը իր փոփոխություններում լինելու է արագընթաց, կտրուկ, նպատակասլաց։ Բավականին, եւ հենց տարին սիրում է նպատակասլաց մարդկանց, աշխատասեր մարդկանց։ Վերջի 2 տարիներին ես բազմիցս նմանատիպ հանդիպումների ժամանակ խնդրում էի սովորել, կրթվել, քանի որ ժամանակաշրջանը այս տարի բերեց իր հետ ավարտման շրջան։ Եվ հաջորդ տարի այդ մեկի էներգիայի մեջ, որովհետև 2026 թվականը, երբ որ բերում ենք միանիշ թվի, ստացվում է 1-10։ Բայց 10-ը իր կողքին ունի 0։ Այսինքն մարդ կամ արագընթաց, համարձակ, շատ հզոր էներգիայով կգնա առաջ կամ կզրոյանա, որովհետև կողքի 0-ն միշտ աշխատում է այս պարագայում։ Ի վնաս։ Զրոն միշտ զրոյացնում է։
Մենք դեռ ունենք ժամանակ եւ երբեք մարդու համար ուշ չէ, անգամ եթե տարվա էներգիան գա իշխանության, այն մարդիկ, ովքեր վերջապես կունենան իրենց ներսում հարմարվելու, լռելու անտարբերության այդ էներգիաների հետ ներքին բախում եւ կփորձեն դա լուծել, ձին բարի է եւ ներողամիտ անպայման այդ էներգիաները շատ մեծ ազդեցություն կունենան, այսինքն սկսելու դեպքում էլ էներգիաները աշխատելու են, քանի որ տարին պրառիվնի է վերքների մասին է եւ մոտակա 3 տարին բավականին լավ էներգիաներ են վերևում Հայաստանի համար Հայաստանի համար եւս Հայաստանի համար ավելի շատ Հայաստանը ինչ որ մի ժամանակ անց դառնալու է շատ հոգևոր էներգետիկ շատ բարձր վիբրացիաներով մենք երկիր ենք համարվում եւ ամենաապահով վայրերից մեկն է դառնալու ապրելու համար մոտավորապես դա երբ տեղի կունենա եւ արդյոք դեպի սա տանող ընթացքը դուք արդեն տեսնում եք որ սկսվել է թե դեռ ոչ նախադրյալներ եւ մյուս տարին դրա մասին շատ կոպիտ ձևով կխոսի էներգիաներն են փոխվել մյուս տարի մարդիկ ավելի կսովորեն լսել կրթվել քանի որ էներգիաներից էլ է չէ որ մարդու ինքնազգացողությունը վարքագիծը մյուս տարին հենց իր բոլոր վարքագծերով երբ որ տեսնում ես որ կողքիներդ մոտիվացված են առաջ են գնում կարծում եմ որ ամենալավ մարդ որ կարա անի հասնել է ինչ որ մի ձև կամ գնալ է ճանապարհով մինչև 2029 թվականը բավականին լավ դիրքեր կունենանք արդեն զբաղեցրած Լիլիթ 2026 թվականը կենթանակերպի որ նշանների հանդեպ է ավելի բարեհաճ լինելն հողացին եւ կրակ էներգիաների քանի որ հողացինները ունեն բարձր վիբրացիաներով գիտակցություն հողը միրզկում են ոտքերի տակ իսկ կրակը երկուսն էլ ունի էմոցիոնալ էներգիաները շատ ավելի համարձակությունը թույլ է օդ եւ ջրածին մարդիկ եւ ավելի շատ են էմոցիոնալ դրսևորումներով ապրում իրենց կյանքը եւ վախենում են բաց թողնել անցյալը միշտ անցյալում են վախենում են իրենց կյանքը փոխել այս էներգիաների մոտ շատ հաճախ է դա աշխատում բայց ասցենդենտալ էներգիա գոյություն ունի աստղաբանությունից տեղյակ ու կարծում հիմա շատ արդեն մարդիկ կհասկանան ինչի մասին է խոսքս այստեղ ասցենդենտալ է շատ մեծ դեր խաղում քանի որ ասցենդենտալ էներգիան հենց այն մասին է ինչպեսին են մարդիկ մեզ տեսնում ինչպես ենք մենք մեզ դրսևորում երբեմն դա շատ խաբուսիկ կարող է լինել առյուծի հետ է բավականին լավ հարաբերությունների մեջ երկորյակների ինտելեկտը սիրում է քանի որ ինտելեկտուալ էներգիաներ են համարվում ըստ էմոցիոնալների դաշտից ընտանիք կազմելու բեղմնավորվելու շատանալու այս տարի ծնունդները բավականին շատ կլինեն որովհետև եթե մինչև հիմա ունենք ժամանակաշրջան որ բաժանություններն էին շատ քանի որ ավարտվում էր 2026 թվականը ավելի շատ կլինեն ամուսնությունները եւ երեխաների ծնունդները ինչի համար ես շատ ուրախ եմ որ նշաններն են որ առավելապես հակված են եւ ստեղծել են այն նախադրյալները որպեսզի փոփոխությունը գալու տեղ ունենա որ տարիներին ծնված մարդիկ են որ ավելի համարձակ են եւ այսպես խոսեցինք կենթանակերպի նշանի մասին իսկ հիմա տարվա որ տարին ծնված մարդիկ են որ ավելի համարձակ են եւ կկարողանան դիմանալ ձյու սմբակների հարվածներին այսպես ասեմ տարվա էներգիաներից 11-ի հետ խնդիր չունի մենակ ունի առնետի տարին ծնված մարդկանց հետ եւ մի փոքր նապաստակի քանի որ այս էներգիաները միշտ իրենց ներսում ունեն վախի վիբրացիա իսկ ձին վեսպաշադնեա այս դեպքում անողոք է հա կենթանակերպերից աստղաբանական հիմնականում այն էներգիաներն են որոնք որ այուն են
զգում են իրենց նոր քիչ առաջ հենց դրա մասին ասացի, հողը ոտքերի տակ զգում են, չեն սավառնում օդում, շատ անկայուն էներգիաներ են համարվում երկվորյակները, բայց ձին երկվորյակների հետ բավականին կայուն հարաբերությունների մեջ է, հրամանավանդ մյուս տարի, քանի որ իր համար շատ կարևոր է ինտելեկտը, մարդու ներաշխարհը։ Խոյերի համար է բավականին լավ ժամանակաշրջան, կարիճների իմաստություն ունեցող էներգիաները բավականին ռեսուրսային են մյուս տարի, բայց ասցենդենտալ էներգիան շատ կարևոր է եւ մարդը քանի որ ճանապարհի մեջ փոխում է իր ակտիվները, այս դեպքում էլ հնարավոր են մարդիկ, ովքեր որ աշխատել են իրենց եսի հետ, իրենց ինքնաճանաչման հետ, այս դեպքում ոչ թե էներգիաները չաշխատեն, այլ իրենք օգտագործեն իրենց կենթանակերպի լավագույն կողմերը։ Իսկ արարիչը կատարյալ է եւ կատարյալ է ստեղծել բոլորիս մարդու մեջ գրեթե բոլոր ամիսները կան, չէ, բոլոր էներգիաները կան, ինչ որ մեկը դոմինանտ է, ինչ որ մեկը ճնշված է, բայց բոլոր էներգիաները մենք ունենք, մարդու լինելով երկվորյակ կամ առյուծ կարող է ունենալ երեխա ջրհոս կամ աղեղնավոր, այսինքն մենք էներգիան կրում ենք, ոչ մի էներգիայից մենք կտրված չենք, ուղղակի կան էներգիաներ, որոնք մեր կյանքում ավելի քիչ են լինում, տարբերությունը միայն դրանում է։ Դուք ասացիք, որ տարին ճիշտ մարդու նման այդ 40 օրերի ընթացքը կարևոր են, ինչպես որ այդ 40 օրերը տարվա սկզբի անցկացնես, այնպես էլ կընթանա տարին, տարին այլ ինչ շրջափուլերի է բաժանված եւ ձիու տարում ինչպես դրանք կդրսևորվեն, միգուցե կա այսպես սեզոնային ինչ որ մի պահվածք եւ բնութագրում։ Մինչև մարտի 21-ը, մինչև գարունը գա, տիեզերական, քանի որ վերևում գարունը չի գալիս մարտի 1-ին, այլ մարտի 21-ից ենք դիտարկում, քանի որ դեռ մինչև մարտի 21-ը ձուկ կենթանակերպի էներգիան է վերևում իշխանության մեջ, չի կարող կեսը վերցնել ձմեռից, կեսը գարունից, ցիկլները միշտ հաշվարկվում են 21-երով, մարտի 21-ին կգա գարունը, այդ առաջի գարնան դեկադան մինչև կգնանք ամառ, ամառվա էներգիայի մեջ կմտնենք հունիսի 21-ին, այստեղ ձին կհասցնի քիչ առաջ խոսացածը գլուխ բարձրացնել, այսինքն բավականին ցնցումնային է մարտ ամիսը, քանի որ այստեղ ունենք խավարման միջանցքներ եւ խավարման միջանցքը միշտ մարդուն բերում է իր անավարտ կետ։ Մարտ ամսին ունենք խավարման միջանցք եւ սեպտեմբեր ամսին։ Հայաստանի պարագայում ինչպես կանդրադառնան այս խավարումները եւ այդ ձիուկը մարտ եւ սեպտեմբեր ամսին ինչի համար ավելի պարարտ հող կստեղծի։ Գարունն ունենք լարվածություն մինչև մայիսի վերջ, դեռևս այդ լարվածությունը կա, ես նախորդ անգամ էլ եմ ասել, որ ներսի էներգիան շատ ավելի խնդրահարույց է, քան դրսից ինչ որ սպասելիքները, բայց նաև դրսից ինչ որ ակտիվներ կան, որոնք դեռևս սխալ կլինի բնութագրել, ինչ կերպով կարող են լինել, քանի որ հիմա ամեն ինչ համակարգված դաշտերում է երևում եւ արհեստացին է, բնական ոչինչ չունենք, այսինքն տեսնում ենք տեսություն, որը արհեստացին ոնց որ մասնագիտություններն են 21-րդ դարի, այդպիսի դրսևորում ունեն, մայիսի վերջից հետո խաղաղի մինչև սեպտեմբերի կես, սեպտեմբերի վերջ, բայց դարվա առաջի կեսը մինչև խեցգետին բավականին դարված կլինի դեռ։ Իսկ աշուն ձմեռ, սպասվելիք աշուն ձմեռ շրջափուլը Հայաստանի համար ինչպեսին կլինի այդ վերջին եռամսյակը։ Սեպտեմբերից հոկտեմբեր ունենք խավարման միջանցք էլի, եւ այս խավարման միջանցքները հենց դրա մասին են, որ այն ինչ որ անավարտա, ավարտել եւ այն ինչը որ այ քիչ առաջ որ նշում էի Նիդար Սիլետ բյուրո, այս այդ շրջաններն է, կամ վերամազրոյական կետ ասում անորից արի, կրկնվում են պատմությունները, հետաքրքրում,
կամ հին իրադարձությունները, հին խնդիրները չլուծված բերում է առաջ, որպեսզի մարդը դրանց ավարտման տանի։ Տարվա վերջը միշտ ավելի 2026 թվականի համար եւս ավելի խաղաղ է, եթե վերցնենք խաղաղության տեսանկյունից եւ ագրեսիայի ճնշման։ Այն ինչ որ ունենք հիմա դեռևս շարունակական բնույթ կկրի մինչև 29 թվական։ Այսինքն այն ինչ որ կսկսվի 26 թվականին կտևի մինչև 29-ը։ 29 թվականին ամբողջ երկիր մոլորակը կանցնի կարմայական հանգույցների տարվա միջով, այստեղ կգա արդեն այդ դրակոնի գլուխը, վերևում կլինի տարի, որտեղ որ իշխանությունը հենց կարմայական հանգույցինն է, մոլորակը այդ տարվա։ Այդ շրջանում մենք հայերով Հայաստանում ինչ վիճակում կլինենք։ Բավականին լավ։ Համ ես լավատես եմ, համ տեսությունների մեջ փորձում եմ այնքան փորփրել, մինչև լավ հանգույցներին հասնել։ Խորն եք փորձել լավը տրետնելու։ Այս ամեն ինչը նաև աշխատում է եւ կաշխատի մի ձևով, մարդը ազատ է իր ընտրության մեջ։ Սա ընդհանրապես կողմնացույց է, որը որ տեսության ձևով մենք տեսնում ենք մարդկանց որոշումներից, վարքագծից եւ մարդկանց էներգիայից է շալվան կախված, որպեսզի տեսությունները աշխատեն։ Տարին շատ լավն է։ Մնում է մարդը, մենք բոլորս միախմբենք վերջապես եւ տարվա էներգիային ճիշտ օգտագործենք։ Ինձ շատերը սովորություն ունեն այդ 12-րդ ժամի 12 ղողանջների ներքո 12 երազանքներ են մտաբերում, այսպես որոշակի ծեսեր են իրականացնում, երազանքը գրում են թղթի վրա, այրում են դա, նետում են շոմպայնով գավաթի մեջ, ապա խմում են։ Սրանք ծեսեր են, սիմ սովորություններ են, թե իսկապես ունեն ուժ եւ խորհուրդ։ Մարդը ինչին հավատում է ունի ուժ։ Ես կարծում եմ, որ 12:00 աղոթքի ժամ է, երբ որ մենք ունենք եւս հնարավորություն այդ 0001-ը վայելելու, երբ որ մենք ունենք 1 տարի ամեն դեպքում մտածում ենք այդպես, դառնանք ավելի լավը, քան կայինք։ Բայց եթե մարդը մտածում է երազանքները այդ կերպով են գալիս իր կյանք եւ այդպես է մոտիվացվում, ես ավելի հակված եմ նրան, որ 12-ին հենց այդ 00-ն որ կմտնի արդեն կգրի 2026 թվական, սկսենք շնորհակալությունով։ Մարդը քանի որ եսակենտրոն է, անգամ այդ պահին մենք մտածում ենք երազանքային, որ մեր կյանքում ինչ որ բան փոխվի։ Վերջի տարիներին ես ուղղակի շնորհակալություն եմ հայտնում այդ 00-ին, որ ինձ տվեց հնարավորություն այդ թիվը տեսնել հաջորդ տարվա։ Հաջորդ թիվ արդեն բոլոր իր դժվարություններով եւ ուրախ եւ տխուր պահերով բոլորս ունենում ենք այդ ժամանակաշրջանը, բայց հենց այդ սկիզբը ամեն մարդ մի ձև է տեսնում, այստեղ ես չեմ կարող որպես սիմվոլիկ կամ դրան էներգիա տալ, երազանքները դրանք վիզուալ ցանկություններ են, բայց կյանքը ապացուցել է, որ մարդու երազանքները կատարվելու համար նախ պետք է մարդը ունենա բավականին էներգիա, պետք է ունենա ձգտում, գիտելիքներ եւ շարժվի դեպի իր երազանքները։ Երազանքները իրականում այն երազանքները, որոնք գալիս ընկնում են մարդու գլխին, երկարատև չեն եւ կյանք չունեն։ Իսկ այն կետին, երբ որ մարդը ինքնուրույն է հասնում, դեռևս իմ համար ամենամեծ երազանքն է։ Գերազելու մասին չի այս կյանքը, այլ գործելու մասին է։ Մենք կարող ենք գերազել, շամպայնը խմել, հաջորդ վայրկյանին տխուր նստել եւ անգամ չհավատալ մեր երազանքին, բայց այդ ներսի այդ շունչը, խորը շունչ 12:00-ին, որ դու քո հետ, քո մարմինը, քո հոգին լսես ու շնորհակալություն։ Այդ ինձ թվում է ամենամեծ կապն է հենց այդ 0-ների մեջ առաջեր, որտեվ 0-անում ենք ու միանգամից մտնում ենք հաջորդ տարի։ Կա երազելու ինչ որ մի բանաձև, հատուկ տեսակ, որը նպաստում է այդ երազանքների նյութականացմանը, կյանքի առնելուն, որովհետև տարբեր կարծիքներ կան մտքին ուժ տալու հնարավորություն ստեղծելու համար, կա արդյոք այդպիսի մի ինչ որ բանաձև, որը նպաստում է երազանքների իրականացմանը։ Մարդը
շատ ուժեղ էներգետիկ կապ ունի տիեզերքի հետ եւ հաճախ եմ ստանում հարցեր, ինչու է մեկի մոտ երազանքները կատարվում, մյուսի մոտ ոչ։ Այն էներգիաները, որոնք փակ են, ինչքան ուզում ա վիզուալիզացնեն, նրանց պետք է հստակ գործողություն, որպեսզի այդ էներգիաները մոտենան իրենց։ Այո, միտքը աշխատում է եւ մենք ինչքան նույն կետին նայում ենք եւ ճանապարհներ ենք գտնում մոտենալ դրան, տիեզերքը ամեն ինչ անում է, որպեսզի դա էլ մոտեցնի մեզ, թե լավը, թե վատը։ Երազանքների հետ պետք է ուղղակի զգուշ լինել, որովհետեւ մենք այն ինչ որ միշտ բացառում ենք, գալիս է մեր կյանք, ինչից շատ կարճած ենք, մեր կյանք չի մտնում։ Երազանքները ունեն շատ մեծ յուրահատկություն, ձեր բառով եմ ասում երազանքները, մինչև բաց չես թողնում, չի լինում։ Այսինքն բաց թողնելն էլ այն տեսքով է, որ պիտի գնաս քո երազանքի հետևից։ Կան երևույթներ, որոնք որ բացատրելի չեն եւ դրանք մենք հենց կարմայական կապեր, իրադարձություններ ենք ասում, հենց դրանով ենք այդ ուղեցույցը կարողանում կարդալ, բայց երազանք պահելը նաեւ գործողություն է եւ չես կարող մի բան երազել, որտեղ չես կարող հասնել, բայց այնտեղ որտեղ աշխատում է կոնկրետ գործողություն, այսինքն մարդը ունի մի նպատակ կամ երազանք եւ դրա համար ինքն իրեն ուխտ էին ասում տատիկ պապիկները, մենք էլ չէ ուխտ էին գնում ինչ որ երեխա ունենալու կամ առողջության համար, այս դեպքում դու գործողություն ես անում եւ դա էներգիայով բարձրանում է վերև եւ ոնց բարձրացավ այդպես քո ուխտը կատարվում է, եթե դա քեզ համար բարի է կամ քեզ պետք է։ Տեսեք, շատերը երազանքների իրականացման համար հստակ այսպես ճանապարհ են ցույց տալիս, ասում են, որ դա պետք է պատկերացնել, նույնիսկ փորձել զգացողությունները այդ պահի, եթե քո երազանքը իրականանա, ինչ զգացողություններ, ինչ ապրումներ, ինչ հույզեր կունենաս, փորձես հենց այդ պահին, երազելով դրա մասին, արթնացնել դա քո մեջ, գունեղ, մանրամասն պատկերացնելով այդ ամենը։ Երազանքների երազելուց շատ են խոսում։ Մենք բոլորս ունենք ինչ որ մի կետ, որտեղ ուզում ենք հասնել։ Եվ մանկուց դեռևս խաղում ենք խաղեր եւ լինում ենք մի հոգեվիճակում, որտեղ մեզ պատկերացնում ենք մի տեղ, որտեղ այդ պահին մեզ թվում է անիրական, չէ՞, երազանքը հենց դա է։ Յուրաքանչյուր երազանք, երբ որ կատարվում է, նույն վայրկյանին մահանում է։ Այսինքն, եթե մենք ուզում ենք գնել ինչ որ մի շատ թանկ կամ կարևոր բան, ինչը մեր կյանքում այդ պահին կարևորություն ունի, գնելու պահից հետո ինքը էլ երազանք չի։ Դե կատարվեց։ Այսինքն, եթե մի բան կարող է մահանալ եւ շոշափելի է, ընդհանրապես մարդը կարող է իր ներսում պատկերացնել, թե որ ճանապարհով կարող է ունենալ իր երազանքը։ Դա ճանապարհ է դեպի երազանք։ Եվ ես կարող եմ հարյուրավոր օրինակներ բերել, որ այն մարդիկ, ովքեր ինչ որ բաներ են երազում եւ այդ վիզուալիզացիաները հետ են գալիս, դրա համար ունենում են կոնկրետ հստակ գործողություններ։ Ուղղակիորեն եկած երազանքը, որ ես երազում եմ, ես հայտնվեցի այդ տեղում։ Դրանք լինում են էլի գործողությունների արդյունքում։ Իսկ նոր դու կապ չունեիր դրա հետ եւ դա եղավ, դա երկար չի ծառայելու։ Հնարավոր է իրավիճակ, երբ մարդը իսկապես որևէ գործողություն արած չլինի, բայց աստղերը այդպես դասավորվեն։ Իհարկե, կան մարդիկ, ովքեր ծնվում են այդ էներգիաների մեջ։ Այնպես դրանք տոկոսային առումով շատ քիչ են։ Հիմնականում այս էներգիաներն են, որոնք կրում են այդ թվերը, այդ ակտիվները իրենց ներսում կան։ Շատ քիչ կան այդ եղջյուրներ, որոնք ծանր ֆինանսական ճգնաժամի մեջ են, որովհետև այդ եղջյուրը ունի մեկ շատ կարևոր յուրահատկություն աշխատասեր է եւ դիսցիպլինա ունի իր մոլորակի էներգիայի շնորհիվ եւ իր հակառակողը լրիվ հակառակն է, այսինքն մարդը չունի դիսցիպլիններ եւ ժամանակի վերահսկում։ Այս դեպքում աշխատում են հել բացասական կողմերը, բայց դրանք շատ քիչ են լինում։
Լիլիթ, դուք մի քանի անգամ ձեր խոսքում նշեցիք, որ Հայաստանի համար շատ լավ տարի է լինելու եւ ոչ միայն 26 թվականը, այլ նաեւ հենց 2026-ից մինչեւ 2029 թվականը Հայաստանի համար լավ տարի է սպասվում։ Արդյոք կարող եմ ենթադրել, որ սա նշանակում է խաղաղ ենք ապրելու, որովհետեւ առանց խաղաղության լավ տարի չեմ պատկերացնում։ Որպես այդպեսին մեր վարքագծից շատ բան է կախված տարին, լավն է էներգիայով, դրսևորմամբ Հայաստանի հետ էներգետիկ խնդիր չունի, բայց ներսի էներգիան է շատ ծանր դեռևս եւ տարվա առաջի կեսն է բավականին լարված, շատ կարեւոր է մարդկանց գործողությունը, դա կողմնացույցն է ամենաջան, մարդը ինքն է որոշում ուր գնա։ Մենք ունենք մի կետ, երբ որ տեսությունները նայում ես, տրանզիտներով գալիս ես մի կետի, որ փորձում ես հասկանաս, բա հետո ինչ էներգիա է, գնալով այդ էներգիան շատ լավն է դառնում, շատ ավելի լավը, բայց քանի որ մենք ներսում ունենք բավականին ծանր էներգիաներ, այս լարվածությունները պետք է լուծի գիտակցությունը, ոչ էմոցիան։ Եվ այո, մենք ունենք բավականին կայուն ակտիվներ, որ կարող ենք վերջապես այս ծանր գիշերից ու մղձավանջից հետո գնալ դեպի լույս, բայց երկիրը գեղեցիկ եւ դրախտ է դարձնում մարդը պիտի այդ վերևի էներգիային ներքևում ապահովի, որպեսզի այդ իշխանությունը աշխատի։ Ամեն դեպքում տարին լավն է եւ Հայաստանի Հանրապետության համար եւ մի շարք երկրների, կան երկրներ, որտեղ ծանրագույն կատակլիզմաներ են սպասում, այն ինչը որ 25 թվականին մտածում ենք, որ սա էր այն ինչը որ մենք տեսանք, բայց 26-ը նամանավանդ մինչև ամռան կես բավականին ծանր իրավիճակների մեջ կդնի մի շարք երկրների։ Նոր վարակի մասին լուրեր են շրջանառվում, սա նկատի ունեք։ Նոր վարակից բացի կատակլիզմաներն են շատ, հրաբուխներն են, լավաներն են, երկրաշարժներն են, հարևան երկրներում մեր բավականին ուժգին երկրաշարժներ են տեսության մեջ դեռևս ակտիվ, որոնք որ 2026 թվականը բավականին ագրեսիվ է դրա նկատմամբ։ Կարևորը Հայաստանը ապահով է։ Չէ, չեմ կարծում, քանի որ կարևորը միայն դա է, քանի որ մենք անցանք մի արհավիրքի մեջով եւ ինչքան վիրավորվում ենք կողքի անտարբերությունից եւ մենք բոլորս իրար նկատմամբ ենք այդպեսին է դարձել, բնությունը ավիրվում է, երկիրը զտվում է եւ նստել ու սպասել, որ մեր մոտ լավ է, խաղաղ է, ուրեմն թող մյուս երկրներում ինչ ուզում է լինի, կամ կարևորը մենք ենք, կարևորը բոլորն են, այդ համաճարակը Հայաստանում չէր ծնվել, բայց մենք Հայաստանում հազարավոր մահեր ունեցանք դրա պատճառով։ Շնորհակալություն զրույցի համար եւ իբրև վերջաբան ձեր խորհուրդը մեր հետևորդներին 2026 թվականի վերաբերյալ։ Խորհուրդ որպես այդպեսին, այստեղ կփորձեմ ոչ թե որպես մասնագետ կամ այդ ոլորտի մարդ, այլ որպես Հայաստանի քաղաքացի, կին, մայր, դուստր, ընկեր, շատ սիրենք այն ինչ որ մենք ունենք, սիրենք մեզ, որպեսզի կարողանանք սիրել այն ամենը, ինչ որ մեզ տրվել է, գնահատենք այն ինչ որ այս պահին մեր կյանքում կա եւ համարձակ, շապուրախ, անկախ նայած թե այս օրերին մարդը ինչ տրամադրվածություն ունի, վատառողջ մարդիկ թեկուզ շատ կարևոր է սցենարը, ինչ սցենար ունենք մենք ներսում եւ ինչ սցենարով ենք գնում հաջորդ տարի, փոխենք մեր նպատակները, մեր երազանքները, երազենք սիրուն եւ առանց վախի, ես ամենաշատը խաղաղություն եմ մաղթում եւ ներքին առողջություն, հոգեվոր առողջ մարդը միշտ երջանիկ է։ Կարծես թե առողջացման process-ը մեկնարկված է։ Այո, շուտ է։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ եմ այո։
2026 թվականը հրեղեն ձիու տարի է, ձին գեղեցիկ, հավատարիմ, ուժեղ, նպատակասլաց կենդանի է, կրակը ինքը ջերմություն, բոլորիդ մաղթում եմ սիրո և ջերմության տարի, թող որ կատարվեն բոլոր նպատակները, բոլոր այն նպատակները, որոնք պարուց են բխում, մնացեք խաղաղությամբ, էլ ենք հանդիպելու։